Երեկվանից լուրեր են պտտվում հայկական սոցիալական մեդիատիրույթում, հատկապես TikTok և Telegram հարթակներում, ինչպես նաև Facebook-յան որոշակի էջերում և խմբերում կայծակնային արագությամբ տարածվում է մի տեղեկատվություն, որը հանրության շրջանում ոչ միայն տարակուսանք, այլև բացահայտ տագնապ է առաջացրել։ Ըստ այդ լուրերի, քաղաքական ուժերից մեկը պաշտոնական դիմում բողոք է ներկայացրել կառավարությանը կամ ընտրական մարմիններին, պահանջելով, որ Ուժեղ Հայաստան կուսակցությունը զրկվի ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Լուրի առավել դրամատիկ և կոնսպիրոլոգիական հատվածը պնդում է, թե այսօր գիշերը Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը պատրաստվում են անցկացնել գաղտնի քվեարկություն կամ հանդիպում, որի ժամանակ վերջնականապես կորոշվի՝ թույլատրել այդ ուժի մասնակցությունը ընտրություններին, թե ոչ։ Այս հայտարարությունը հասցրել է հավաքել 100 հազարավոր դիտումներ, հազարավոր մեկնաբանություններ և տարածումներ, սակայն մասնագիտական և իրավական մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք դասական, կատարելապես հորինված, ապա տեղեկատվության հետ, որը չունի ոչ մի իրավական, տրամաբանական կամ փաստացի հիմք։ Այս ծավալուն հոդվածում մենք կետ առ կետ կվերլուծենք, թե ինչու է այս տեղեկատվությունը բացարձակ սուտ, ինչպես է գործում Հայաստանի Հանրապետության ընտրական համակարգը, ովքեր և ինչպես են որոշում կուսակցությունների մասնակցությունը և ինչ նպատակ է հետապնդում նման գիշերային քվեարկությունների մասին միֆերի տարածումը։ Հայաստանի Հանրապետությունը անկախ ներքաղաքական բոլոր ճգնաժամերից և տարաձայնություններից ունի հստակ ձևավորված և գործող սահմանադրություն և ընտրական օրենսգիրք։ Ցանկացած քաղաքական ուժի ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու հարցը կարգավորվում է բացառապես օրենքով, այլ ոչ թե անհատների ցանկությամբ կամ կամայական որոշումներով։ Սոցիալական ցանցերում շրջանառվող թեզն այն մասին, թե ինչ-որ կուսակցություն դիմում է գրել, որը մյուս չմասնակցի, իրավական առումով աբսուրդ է։ Հայաստանի օրենսդրությամբ ոչ մի քաղաքական միավոր իրավունք չունի միջամտելու մեկ այլ քաղաքական միավորի գործունեությանը կամ պահանջելու նրան զրկել սահմանադրական իրավունքից։ Կուսակցությունն ինքն է որոշում մասնակցել ընտրություններին, թե ոչ իր բարձրագույն մարմնի, համագումարի կամ խորհրդի որոշմամբ։ Մեկ այլ կուսակցության դիմումը կամ բողոքը չի կարող հիմք հանդիսանալ որևէ ուժի ընտրապայքարի դուրս թողնելու համար, քանի դեռ տվյալ ուժը չի խախտել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, օրինակ՝ սահմանադրական կարգի բռնի տապալման կոչեր, արգելված գործողություն և այլն, ինչը կարող է հաստատվել բացառապես Սահմանադրական դատարանի կողմից։ Հայաստանում ընտրությունների կազմակերպման, անցկացման և կուսակցությունների ու դաշինքների ընտրական ցուցանակների գրանցման միակ իրավասու մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախ պետական մարմին է, որն իր նիստերն անցկացնում է բաց, հրապարակային լրատվամիջոցների և դիտորդների ներկայությամբ, ուղիղ հեռարձակմամբ։ Եթե Ուժեղ Հայաստան կամ որևէ այլ կուսակցություն ցանկանում է մասնակցել ընտրություններին, նա օրենքով սահմանված ժամկետում փաստաթղթերի փաթեթը ներկայացնում է Կենտրոնական ընտրողների հանձնաժողով։ ԿՀ-ն ստուգում է փաստաթղթերի համապատասխանությունը, ընտրական գրավի մուծումը, թեկնածուների քաղաքացիության և բնակության տեղեկանքները և այլն։ Եթե փաստաթղթերը կարգին են, ԿՀ-ն պարտավոր է գրանցել կուսակցությանը, նրանք չեն կարող մերժել գրանցումը սոսկ այն պատճառով, որ մեկ այլ քաղաքական ուժ դժգոհ է կամ դիմում է գրել։ Լուրի ամենից շատ տարածվող և մանիպուլյատիվ մասն այն է, թե այսօր գիշերը Նիկոլենք պետք է ինչ-որ քվեարկություն անեն, որ որոշվի՝ մասնակցելու են, թե չէ։ Սա ցույց է տալիս հեղինակների կողմից պետական կառավարման համակարգի տարրական կանոնների անգիտությունը կամ միտումնավոր նենգափոխումը։ Գործադիր իշխանությունը չունի ընտրական գործառույթ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմը հանդիսանում են քաղաքական գործընթացի մասնակիցներից մեկը։ Կառավարությունը չի կարող քվեարկություն կազմակերպել և որոշել մեկ այլ կուսակցության ճակատագիրը։ Դա նույնն է, թե ֆուտբոլային խաղի ժամանակ թիմերից մեկի ավագը գիշերը հավաքվի իր թիմակիցների հետ և քվեարկությամբ որոշի մրցակից թիմին թույլ տալ դաշտ դուրս գալ, թե ոչ։ Դաշտ դուրս գալու թույլատվությունը տալիս է միայն մրցավարը, ընտրությունների դեպքում ԿՀ-ն և օրենքը։ Որոշումների կայացման թափանցիկությունը։
Հայաստանում կառավարության նիստերը, ազգային ժողովի նիստերը և քաղաքական պաշտոնական քննարկումներն անցնում են հստակ ընթացակարգով։ Ազգային ժողովում քվեարկությունները տեղի են ունենում բացառապես ցերեկային ժամերին, հրապարակային, էլեկտրոնային համակարգով և յուրաքանչյուր պատգամավորի կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկելը հասանելի է դառնում հանրությանը վայրկյանների ընթացքում։ Ոչ մի գիշերային գաղտնի քվեարկություն չի կարող ունենալ իրավական ուժ։ Կուսակցական նիստերի սահմանափակումները, նույնիսկ եթե իշխող կուսակցությունն իր գրասենյակում գիշերային նիստ տանի և ներքին քվեարկությամբ որոշի, որ դեմ է ուժեղ Հայաստանի մասնակցությանը, այդ որոշումը կլինի ընդամենը իրենց ներքին կարծիքը, որը որևէ ազդեցություն չի կարող ունենալ պաշտոնական գործընթացների վրա։ Մեդիա հոգեբանության և տեղեկատվական պատերազմների տեսանկյունից նմանատիպ լուրերը պատահական չեն ծնվում։ Դրանք կառուցվում են հստակ կանոններով թիրախավորելու համար մարդկանց էմոցիաները։ Շատ հաճախ սոցցանցերի բլոգերները կամ էջերի ադմինիստրատորները հորինում են աղմկահարույց վերնագրեր, որպեսզի մարդիկ մեկնաբանություններ գրեն, վիճեն և բարձրացնեն էջի ակտիվությունը։ Ինչքան շատ էմոցիա, վախ, զայրույթ, ուրախություն, այնքան շատ դիտում և ֆինանսական եկամուտ գովազդից։ Երբեմն հենց իրենք ընդդիմադիր կամ նորաստեղծ փոքր կուսակցությունները տարածում են լուրեր, թե իշխանությունը ցանկանում է իրենց փակել կամ թույլ չտալ մասնակցել ընտրություններին։ Սա արվում է զոհի կերպար ստեղծելու և սեփական վարկանիշը բարձրացնելու համար։ Եթե հանրությունը հավատա, որ իշխանությունը վախենում է տվյալ ուժից և փորձում է գիշերով նրան հեռացնել այդ ուժի շուրջ, կձևավորվի ուժեղ և վտանգավոր ընդդիմության իմիջ։ Որպեսզի ընթերցողի համար վերջնականապես պարզ լինի, որ գիշերային որոշումները հնարավոր չեն, տեսնենք, թե ինչպես է իրականում տեղի ունենում կուսակցությունների առաջադրումը ըստ Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի։ Առաջին՝ փաստաթղթերի ներկայացում։ Կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը ԿՀ է ներկայացնում իր ընտրական ցուցակը, կուսակցության որոշումը, մասնակցության մասին թեկնածուների հայտարարագրերը և օրենքով սահմանված ընտրական գրավի վճարման անդորրագիրը։ Երկրորդ՝ ուսումնասիրության ժամկետներ։ ԿՀ-ն ունի հստակ սահմանված ժամանակ, որպեսզի ստուգի փաստաթղթերը։ Սա չի արվում մեկ ժամում կամ մեկ գիշերում։ Եթե փաստաթղթերը կան անճշտություններ, ԿՀ-ն պաշտոնապես 48 ժամ է տալիս դրանք ուղղելու համար։ Երրորդ՝ հանրային նիստ և որոշում։ ԿՀ-ն անդամներ հավաքում է հերթական կամ արտահերթ նիստում, որը հեռարձակվում է ուղիղ եթերով։ Նրանք քվեարկում են ոչ թե նրա համար սիրում են տվյալ կուսակցությանը, թե ոչ, այլ թե արդյոք փաստաթղթերը համապատասխանում են օրենքին։ Որոշումն ընդունվում է բոլորի աչքի առաջ։ Կարևոր արձանագրում. եթե որևէ կուսակցության մերժում են գրանցվել, ԿՀ-ն պարտավոր է ներկայացնել հստակ իրավական հիմնավորում, օրինակ՝ անհրաժեշտ փաստաթղթերի բացակայություն։ Տվյալ կուսակցությունն էլ իր հերթին իրավունք ունի այդ որոշումը բողոքարկել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։ Ինչպես տեսնում եք, այս շղթայում կառավարությունը կամ վարչապետը չունեն որևէ իրավական գործիք գործընթացային միջամտելու համար։ Հինգերորդ՝ ինչպես պաշտպանվել տեղեկատվական կեղծիքներից։ Ժամանակակից աշխարհում հիբրիդային և տեղեկատվական պատերազմները դարձել են առօրյայի մաս։ Հայաստանի քաղաքացիները պետք է ունենան մեդիագրագիտության բազային գիտելիքներ նմանատիպ էժանագին սենսացիաների թակարդը չընկնելու համար։ Ինչպես ստուգեք լուրերը։ Ոսկե կանոններ լուրերը ստուգելու համար։ Փնտրեք պաշտոնական աղբյուրը։ Եթե լուրը վերաբերում է ընտրություններին, ապա առաջին աղբյուրը պետք է լինի ԿՀ-ի պաշտոնական կայքը elections.am կամ առաջատար վստահելի լրատվամիջոցները։ Եթե լուրը կա միայն TikTok-ի անհայտ օգտատիրոջ էջում, այն 90%-ով հավանականությամբ սուտ է։ Ուշադրություն դարձրեք բառապաշարին։ Լրատվական պրոֆեսիոնալ նյութերում չեն օգտագործվում նիկոլենք, այսօր գիշեր սաղ հարցերը լուծելու են, սենսացիա շտապ տարածեք, տիպի փողոցային կամ ժարգոնային արտահայտություններ։ Տրամաբանական ֆիլտր։ Ինքներդ ձեզ հարցրեք. արդյոք ժամանակակից աշխարհում, որտեղ ամեն ինչ նկարահանվում և հրապարակվում է, հնարավոր է գաղտնի քվեարկությամբ ընտրություններից ուժ հեռացնել և որ այդ մասին իմանա միայն սոցցանցի ինչ-որ անհայտ օգտատեր։
Այսպիսով, ամփոփելով ստացված տեղեկատվության վերլուծությունը կարող ենք վստահորեն արձանագրել շրջանառվող լուրն ամբողջությամբ հորինվածք է։ Ոչ մի կուսակցություն չի կարող դիմումով արգելել մյուսի մասնակցությունը և ոչ մի գիշերային քվեարկություն իշխանության կողմից չի կարող որոշել, թե ով է մասնակցելու ընտրություններին։ Հայաստանի Հանրապետության ընտրական համակարգը կարգավորում է բացառապես հրապարակային իրավական գործընթացներով, իսկ նմանատիպ լուրերի նպատակը հանրության շրջանում ավելորդ շոկ, լարվածություն և ապա կողմնորոշում առաջացնելն է։ Մնացեք տեղեկացված և վստահեք միայն ստուգված ու պաշտոնական աղբյուրներին։